Փորձեմ կարճ ամփոփել, արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակարգը ունի ռեֆորմների անհրաժեշտություն։ Այո, ունի, եւ դա հասկանում ենք բոլորս։ Որ կառավարությունը, որ իշխանությունը կարող է գնալ նման լրջագույն ռեֆորմների, որն է հարցի արժեքը։ Հարցի արժեքը մեկն է։ Այն իշխանությունը, այն կառավարությունը կարող է գնալ նման ռեֆորմների, որը ունի հանրության վստահությունը։ Ունի այս կառավարությունը, որը առաջարկել է այս ռեֆորմը հանրության վստահությունը, պատասխանը մեկն է՝ ոչ, եւ պատահական չէ, որ այո, պարոն Հակոբյան, անգամ կամավոր սկզբունքով առ այսօր որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետության կամավորության սկզբունքով անգամ չի օգտվել առաջարկվող բարեփոխումներից։ Արդյոք քաղաքացիները, որոնք կարող էին կամավորության սկզբունքով օգտվել այս ռեֆորմից, չեն ցանկանում 20, 30 կամ 40 տարի անց ստանալ բարեկեցիկ կենսաթոշակ եւ ապահովել իրենց բարեկեցիկ ծերությունը։ Իհարկե ցանկանում են կրկին, որն է հարցի արժեքը, որովհետեւ նրանք եւս, ինչպես մենք բոլորս այստեղ նստածները, ես իհարկե ձեզ նկատի չունեմ, ունենք տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ։ Ուստի մենք պնդում ենք մեր առաջարկը եւ բնականաբար կողմ ենք քվեարկելու մեր գործընկերների հետ միասին առաջարկած նախաձեռնությանը, հետաձգել նախագիծը, կազմակերպել լրջագույն քննարկումներ, ներառելով նաեւ շահագրգիռ կողմերին այս օրենքի շուրջ եւ ամենակարևորը հանել պարտադիր բաղադրիչը եւ որից հետո հարցը դնել պլեբեսցիտի հարցման։ Ի վերջո մենք խորհրդարանի միջոցով տվեցին կառավարության այդ կարևորագույն ժողովրդավարական գործիքը կենսական նշանակություն ունեցող հարցերը որոշել հանրային հարցման միջոցով։ Առ այսօր Հայաստանի Հանրապետությունում այդ կարևորագույն գործիքը որևէ դեպքում որևէ անգամ չի կիրառվել։ Կրկնում եմ, զրոյական վստահության պայմաններում, երբ զրո է վստահությունը այս կառավարության հանդեպ, այս կառավարության ներկայացրած ճակերտավոր բարեփոխումների հանդեպ, նման օրենքի կիրարկումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով։ Հաշվարկեք այդ հետևանքները, ինչքան էլ կա կառավարության տոտալ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա։ Շնորհակալություն։